Գյումրու աղբատաշտը եւ աղբավայրը, ինչպես նաեւ դրանց տանող ճանապարհը իսկական չարիք են դարձել հարևան թաղամասերի համար։ Մուշ, Անի, բուլվարային թաղամասերը դատապարտված են ապրելու այս աղբադաշտի մերձ հարևանությամբ։ Հսկայական սևահողեր մնացել են աղբի տակ։ Եվրատաշինքի նախընտրական ծրագրով մենք պլանավորում ենք կուլտիվացնել այս հողերը, նոր աղբատաշտ կառուցել, իսկ երկարաժամկետ հեռանկարում ունենալ աղբի վերամշակման գործարան։ Հարգելի գյումրեցիներ, մասնակցեք ավականու արտահերթ ընտրություններին մարտի 30-ին եւ ձեր քվեն տվեք մեր Եվրատաշինքին։ Քվեաթերթիկ համար 6։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան ավականու արտահերթ ընտրություններ եւ այսօր քարոզարշավի վերջին օրն է, շաբաթ օրը, այսինքն մարտի 29-ին լռության օր է լինելու։ Գյումրիում կրքերը թեժ էին անգամ մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը, ել չասած արդեն քարոզարշավի ընթացքում եւ դրա պիկին։ Բոլոր առաջադրված 9 քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախորդին հրավիրվել էին հանրային հեռուստաընկերության կազմակերպած առաջին համարների բանավեճին, չէր ներկայացել միայն կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրվող Վարդան Ղուկասյանը։ Զրուցելու եմ հասարակական գործիչ Նվարդ Մանասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, դուք Գյումրիից եք, չէ՞, վերադարձել։ Ընդհանուր փորձենք, հա, ձեր տեսածը, լսածը, արձանագրածը իմի բերել։ Նախ ուզում եմ շնորհավորել գյումրեցիներին, որովհետև իսկապես ունեն հնարավորություն կատարելու պատշաճ ու պատեհ ընտրություն, այսինքն շատ առարկայական եւ համայնքի խնդիրներին իրական եւ առարկայական լուծումներ առաջարկող տեխնացու ունեն։ Մնում է իհարկե ընտրությունը եւ մենք մեր ընտրության մեջ ազատ ենք։ Ես շատ ուրախ եմ նաև, այո, Գյումրիից եմ գալիս, շատ խորհրդանշական էր, որ սատարելով Լևոն Բարսեղյանին նաև նա պատմական, այսպես ասած, որոշման մասին էր հանրահռչակում արվում, այսինքն Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության ուրեմն Հայաստանի Հանրապետության միանալու գործընթացի մեկնարկի մասին ուրեմն օրենքի ընդունմանը երկրորդ ընթերցման, որը կարծում եմ իսկապես է պատմական եւ կարծում եմ անկախության հանրաքվեից հետո առնվազն ինձ համար, բայց կարծում եմ շատերիս սա արմատական եւ նաեւ շարունակական շատ փոխկապակցված անկախության հանրաքվեի հետ, բայց նաեւ արմատական որոշում է, որը նաեւ ուղիղ հնարավորություն է տալիս մեզ արտահայտելու մեր կամքը առանց մեր կողմից ընտրված ներկայացուցիչների միջամտության, որը եւս ժողովրդավարության գործիքներից է եւ ինստիտուտներից։ Այդ իմաստով էլ էր շատ խորհրդանշական, որ հանրահռչակումը եղավ Գյումրիում։ Այն Գյումրիում, որը նաև ունի մեծ հարգանք սեփական պատմության ու մշակույթի նկատմամբ, անցած լինելով այդքան արհավիրքներով, ի տարբերություն մեզ այստեղ Երևանում Գյումրին ունի իր պատմական շատ գեղեցիկ դեմքը, որին շատ մեծ հարգանքով է մոտենում։ Շատ դրական տպավորություններ ունեմ, անկեղծ հույս ունեմ գյումրեցիները կկատարեն իրենց ընտրությունը, ինձ մնում է, այսինքն ընտրությունն իրենցն է, ես մեծագույն ուրախությամբ կտոնեմ այն, եթե իրենց արժանի տեխնացուին ընտրեն եւ ձևավորեն լավ ավականի։ Այսօր քարոզարշավի վերջին օրն է։ Տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններից առաջ ընդհանուր իրավիճակը ըստ ինչպիսին է, գաղափարական ընտրություն թե անձերի։ Ես տպավորություն ունեմ, միգուցե սխալվեմ, բայց կարծում եմ երկու շերտ կա, այն ալիքների նման, գիտեք, կան մարող ալիքներ եւ ուրեմն ներաճուն, այսինքն առաջացած եւ թափ հավաքող,
Կարծում եմ նաև սա սերնդային փոփոխությամբ է պայմանավորված, որտեղ մարդիկ շատ ավելի հիմա եւ շատ ավելի գիտակից ընտրություն կատարելու են պատրաստ։ Ես չեմ ուզում, այսինքն մեզ նախորդ ծերունդներին ինչ որ բան ասել, բայց կարծում եմ նաև այդ քաղաքական մշակույթը այս տարիների ընթացքում սխալներով եւ սրբագրելով, խմբագրելով մենք շատ բան ենք սովորել եւ դա նկատելի է ընդհանրապես։ Կարծում եմ շատերի համար ունենալ ներկայացուցիչներ, որոնք կզբաղվեն Գյումրի համայնքային լուրջ խնդիրներով, իսկ դրանք շատ են, դա իրատեսական է, իրենք տեսնում են դա եւ վստահ են, որ շատ լավ ընտրություն այդ իմաստով կլինի եւ չեմ զարմանում, որ կլինեն նաեւ իհարկե գիտենք, որ մեդիադաշտը ինչպես է մանիպուլացվում եւ գիտենք տական տարբեր ոչ միայն համայնքային ազդեցության մասշտաբի, այսինքն ուժեր, այլ կան նաեւ թե համապետական եւ թե նաեւ աշխարհաքաղաքական ուժեր, որոնք իսկապես ներազդում են եւ դա իր արդյունքը կարծում եմ կտա, բայց ես հույս ունեմ, որ այն չի լինի որոշիչ։ Հետաքրքիր է։ Կրիմինալ, քրեա օլիգարխիա, դրանց ներկայացուցիչներ իշխանության բնորոշմամբ մասնակցում են այս ընտրություններին, հա, այս մասով։ Հետաքրքիր է, ինչու քրեա օլիգարխիան եւ կրիմինալը, այսպես ասենք, մասնակցում է հանրապետության երկրորդ քաղաքի ավականու ձևավորման, քաղաքապետի ընտրության գործընթացի, այլ ոչ, օրինակ, չգիտեմ, այլ փակ հաստատություններում զուտ մասնակցի քվեարկությանը, օրինակ, հաջորդ համապետական ընտրություններին։ Գիտեք, լավ հարց եք տալիս բոլորիս։ Այդ մենք մեր քվեով պիտի դախ մեկ, մենք մեր քվեով պիտի գնահատական տանք, այն որ մենք անդադասում ենք քաղաքական գնահատական պիտի լինի, քաղաքական գնահատականը նաև եւ առաջինը մեր քվեն է, որը նաև ազդակ կտա ցանկացած իշխանության, ես չեմ ուզում խտրական անել, խտրություն դնել, իշխանությունները շատ լավ հետևում են եւ շատ լավ հասկանում են, թե մենք ինչ պատվեր ենք իջեցնում։ Երբեմն բացառությունները իհարկե բան են փորձում են եւ շրջանցել եւ մեծ ծուղակը գցել, բայց եթե մենք հստակ տանք մեր պատվերը, ես ձեզ խոստանում եմ, այդ մարդիկ աշճանաբար իրենց արժանի տեղը կգտնեն նաև պենիտենցիար հաստատություններում, եթե շարունակեն նույն վարքը։ Եթե չեն շարունակում, մենք բոլորս իրավունք ունենք սխալվելու եւ հետո նաեւ արդարադատությունը, այսինքն արժանին ստանալուց հետո շարունակելու մեր կյանքը հասարակական եւ նաեւ անձնական։ Ես կարծում եմ, որ մենք կգանք դրան եւ մենք կձևավորենք ու ձևավորում ենք այդ ճաշակը, ու մեզ համար ոչ միայն իշխանության մեջ կամ իշխանությունը ձգտելուց եղկելի կլինեն այս մարդիկ, այլ մեր նիստուկացում, մեր առօրյա շփումներում, այն որ մենք անդադասում ենք այդ բանը քրեական ենթամշակույթ, կներեք, բայց ես երևի պիտի նշեմ այդ բեսեդկաների վատ ավանդույթները, բեսեդկան, այսպես ասած, իր լավ բաներ ունի, որտեղ հանրային տարածքներ են, բայց հանրային տարածքների զավթումը այլ նպատակներով եւ սոցիալացման այլ ուրեմն ուղղությունների համար, որոնք փորձել են այլ բաներ են բացարձակ հետապնդել հասարակական հարաբերությունները կառավարելու տեսանկյունից եւ նրանք նաեւ ժառանգված են որպես մնացուկներ սովետական կայսրությունից, մենք դրանք պիտի աշճանաբար մաքրենք եւ կրթվելով, ինքնակրթությամբ եւ իրար նաեւ աջակցելով։ Ես կարծում եմ ընտրությունները այդ շատ լավ հանգրվաններն են բերելու իսկապես պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր սիրում են այն գործը, որ անում են, մարդկանց, ովքեր սիրում են իրենց քաղաքը, իսկ Լևոն Բարսեղյանը անկեղծորեն, ու սա մեկ օրվա բան չէ, մարդը ունի իր կյանքով ապրած ու վաստակած համբավ, սիրում է Գյումրին, եւ ոչ միայն Գյումրիի խնդիրներով է մտահոգված, այլ նաեւ տարիներ շարունակ պայքարել է արդարության, թափանցիկ ընտրությունների համար, լավ կառավարման համար։ Այո։ Հետևեցիք հեռուստաբանավեճին։ Ես չհասցրի միջև հասա, չհասցրի, բայց ես հասկացա, որտեղ ուղիղ եթերում թեժ էին գրքեր եւ հասկացա, որ թեմայից շատերը հավանաբար շեղվել են եւ անցել են անվանարկումների։ Այո, դուք երջանիկ եք, որ ընտրության առիթ է։ Իհարկե, հետաքրքիր են, բնականաբար բանավեճները, այս ձևաչափերը շատ հետաքրքիր են, այսպես ասենք, պարզաջրում են
առաջին համարներին, հա, այսպես ասած։ Ես փորձեմ ներկայացնել ընդհանուր ինչ էր կատարվում այդ բանավեճին, ինչպես նշեցի 9 առաջադրված ուժերից մասնակցում էր 8 բանավեճին, Վարդան Ղուկասյանը չէր մասնակցում, ասում է իմ հոգին թույլ չի տվել ինձ մասնակցել այդ բանավեճին, ոչ թե գիտելիքը, այլ իր հոգին, եւ ասում է, որ ինքը 96 թվականից սկսած որևէ բանավեճի չի մասնակցում, դա իր համար ձեռք բերում է, քանի որ իր հոգին միշտ թելադրել է չմասնակցել եւ ինքը եւս բացասական տպավորություն է ստացել այդ բանավեճից։ Բանավեճը անցնում էր այսպես ասած տղայական մթնոլորտում։ Տեխնացիները ասում էին, ես տղա եմ, չեմ գրող չեմ, մյուսը ասում էր, եթե դու ընտանիք օջախ հարգող տղա ես, մյուսը ասում էր, որ ես գյումրեցի տղա եմ, դու ինձ պիտի հարգես, եւ այսպես շատ տղայական գործոնը շեշտադրող, էլի, շատ սեքսիստական բանավեճ էր տեղի ունենում հանրայինի ուղիղ եթերում։ Հետո խոսույթը հիմնականում նաև թուրքն էր, մեռած թե կենդանի, այդ հարցն էին փորձում հասկանալ, որ թուրքն է ավելի լավը այս դեպքում, ով ինչպիսի նախապատվություններ ունի թուրքական մասերով, այսպես ասած, էս էր։ Հիմնական գաղափարական ծրագրային քննարկումները դուրս էին մղում, անհարգալից վերաբերմունք միմյանց նկատմամբ, ոչ հարգում էին մյուսի ներկայությունը, ոչ ժամանակը, ոչ իրենց պարտավորությունները, բանավեճի կանոնները պահպանելու։ Խոսքով բավականին ցայտուն երևում էր, էլի, թե ով ինչ է իրենից ներկայացնում, հա, եւ ինչպիսի ամենակարևորը կառավարում կարող է այդ մարդը առաջարկել հանրապետության երկրորդ քաղաքին։ Այս բանավեճը որոշակիորեն իհարկե կարող է կողմնորոշիչ լինել մեր հանրության համար, բայց օրինակ սկսենք տեխնացուներից մեկից, հերթակարդառնանք, հա, հերթով։ Վարդան Ղուկասյան, որը չի մասնակցում բանավեճին, ասում է, որ իր հոգին թույլ չի տվել։ Սա չի դիտարկվում ուղիղ անարգանք, անպատասխանատու մոտեցում նաև այն գյումրեցիների նկատմամբ, ովքեր ուզում են իրենց քվեն տալ, օրինակ պարոն Ղուկասյանին, հա։ Ես կարծում եմ հետևություն պիտի անեն մարդիկ, ովքեր նպատակադրվել են, խոստում են տվել միգուցե ընտրել Վարդան Ղուկասյանին, եթե մարդը ես չեմ պատկերացնում ինչպես կարող են համայնքի ներկայացնողների եւ ընդհանրապես քաղաքական հայտ ներկայացնողները հրաժարվել հանրության հետ շփումից, հարգանքներս պարոն Ղուկասյանի հոգուն անկեղծ, բայց այդ դեպքում ուրիշ միգուցե ուղղություն եւ ուրիշ ծառայություն պիտի ընտրի մարդը, ով պատեհ չի համարում բանավեճը, ուրեմն ավականու անդամ դառնալու այդ ճանապարհին։ Շատ տարբեր ճանապարհներ կան եւ ինքնադրսևորվելու, մշակության ու կարծում եմ ինձ համար վիրավորական է նաեւ որպես կին եւ ոչ միայն ասենք այդ ափսոս չեմ տեսել, այսօր պիտի դիտեմ բանավեճը, երբ մեզ անընդհատ դուրս են թողնում քաղաքական գործընթացներից, մասնավորապես ամենակարևորը ժողովրդավարություններում, այն ուղիղ ժողովրդավարության համայնքահեն, որտեղ ես ամեն օր ապրում եմ եւ բնակչության կեսից ավելին կանայք են առարկայական խնդիրներով, ինչպես եւ տղամարդիկ, եւ մենք փաստորեն դուրս ենք ամբողջ այդ խոսույթից դուրս ենք մնացել, մարդիկ ինքնահաստատվում են սեփական սեռով եւ այսինքն այդ մարդիկ չեն մտածում, որ չեն էլ ուսումնասիրել այն տարբեր խմբերին խոցող խնդիրները, որ քաղաքներում ու համայնքներում կան, տարական բաներից սկսած, այդ նույն մայրերի, օրինակ զբոսանքի կամ տեղաշարժի խնդիրը, ասենք օրինակ մանկասայլակներով հաշմանդամություն ունեցող անձինք Գյումրիում, որտեղ անհամաչափ, ասենք բանկենտրոնացում կա, կարիքներ ունեն մարդիկ, պատերազմից հետո հաշմանդամություն ձեռք բերածները, օրինակ տարական տեղաշարժի իրավունք, դա սեր չունի, դա ունի մտածողություն, որ պիտի կարողանաս հասկանալ, որ խմբերը ինչ սահմանափակումներ ունեն եւ ինչպես պիտի որպես ավականի, ես չեմ էլ ուզում խոսել համայնքապետ եւ քաղաքապետ այդ բանով, ավականին այն ընտրանին Գյումրիի, որ պիտի մեզ գյումրեցիներին ներկայացնի եւ այդ խնդիրները առարկայական լուծելով գնան։
Եթե ուզում եք ունենալ ժողովրդավարություն, եթե ուզում եք անընդհատ չայպանել իշխանությանը եւ չմնալ այդ փակ ցիկլում, պիտի տեղական ինքնակառավարման մակարդակում մենք սովորենք որոշումներ կայացնել ուղիղ եւ մեր ներկայացուցիչների միջոցով։ Ես հույս ունեմ, որ գյումրեցիները իրենց հաշիվ կտան, ովքեր այդ բանավեճը դիտել են եւ այդ բառակազմն են լսել եւ լսել են անկեղծորեն։ Ես կարծում եմ, օրինակ, որպես կին ինձ կվիրավորեր Գյումրեցի, ինձ առանց դրա էլ վիրավորում է, եթե այդպիսին է եղել խոսույթը, եւ շատ կվիրավորվեի, որ հիմա տղամարդկանցով հավաքված ինչ որ բան իրար մեջ բաժանեին, եւ ես դրա հետևանքների հետ պիտի ապրեի, որտեվ շատ լավ գիտենք, թե կանայք ինչպես են այդ հետևանքների հետ դարեր շարունակ ապրել։ Այո, եւ այստեղ փաստենք, որ մեր բնակչության մեծամասնությունը կանայք։ Այո, 52%-ը։ Այո, շատ հետաքրքիր է, որ մարդիկ հպարտանում են կամ ինչպես դուք նշեցիք, ինքնահաստատվում են իրենց տղամարդ լինելու, գործոնով, այստեղ տեխնացուներին, ովքեր դրանով են առաջնորդում, փոքրիկ հիշեցում, դա հպարտանալու բան չէ, որովհետեւ դու դա չեք ձեռք բերել, այլ բնականորեն ձևավորված է, իհարկե եթե նրանց մեջ կան մարդիկ, ովքեր կենսաբանորեն եղել են կին, հետո բժշկական միջամտությամբ ձեռք են բերել արդեն դարձել եք տղամարդ, դա գուցե հպարտանալու բան լիներ, բայց դե ինչևէ, սա փոքրիկ այսպես ռեպլիկ, հա, այս իմաստով։ Մայր Հայաստան եւ մեր քաղաքադաշինքները մեղադրում էին իշխանությանը ամբողջ ընթացքում քաղաքական ռեպրեսիաների, քաղաքական ձերբակալությունների հաշվառդարների մեջ։ Դուք Գյումրիում տեղի ունեցած նախորդի գործողությունները եւս դիտարկում եք ըստ տրամաբանության մեջ, թե այստեղ բացառապես իրավական գործընթաց է, որովհետեւ մենք համենայն դեպս ըստ հակակոռուպցիոն կոմիտեի գործ ունենք ծանրագույն հանցագործության հետ ընտրողին կաշառելու։ Ներողություն, բայց մասնավորապես եթե փոխկապակցված է, տեսեք, եթե օրինակ փոխկապակցված չլիներ ընտրական գործընթացի հետ եւ այդ ժամանակ ձերբակալությունները լինեին, իսկապես կարելի է խոսել, անգամ ամենաարդար իշխանության դեպքում իսկապես կարելի է խոսել ռեպրեսիաների մասին, որտեվ դրանք ձևավորում են ընկալումներ, այդ թվում ընտրողների շրջանում, բայց որոնք հետո կազդեն նաեւ քվեի իմաստով վերաբաշխումների են տանում, հետազոտված են, այդ ամեն ինչը կա, դրա համար էլ դիտորդ մարմինները պարբերաբար խոսում են այս ամեն ինչի մասին, բայց եթե խախտումս վերաբերում է ընտրական գործընթացին, մեծ հաշվով ես ուզում եմ հասկանալ ինչ արդարությամբ, որտեղ չեմ հետևել պատճառաբանություններին, ուզում եմ հասկանալ ինչ արդարացմամբ են մեղսագրում ուրեմն այդ քաղաքական ռեպրեսիա Հիմա ասեմ դուք Գյումրեցի տղա իշխանության ներկայացուցիչին են ասում ոնց եք մտնում ընտանիք ձերբակալում իմ որը որդուն եւ այլն Հիմա ես էլի ուրիշ տեղ եմ տանելու մեզ, կներեք իհարկե, որտեվ շատ ավելի մեծ խնդրի հետ նորից գործ ունենք, այ օրինակ նույն ընտանեկան բռնությունները, հա, չէ, որ ինչքան աղմուկ էր, հիմա մի քիչ ավելի քիչ ենք աղմկում, բայց էլի շարունակվում են, այդ խոսույթի մեջ են, որ ընտանիք մտնելու իրավունք չունեք, սրբություն է ընտանիք, այսինքն կամայականությունները, այդ թվում նաև այո, հա, այդ դեպքում պետությունը իրավունք չունի միջամտելու։ Հակառակը մենք պայմանավորվել ենք եւ ունենք սոցիալական պայմանավորվածություն, կոնտրակտ։ Միգուցե այդ կոնտրակտին անդրադառնանք, միգուցե ինչ որ դրույթներ մենք հիմա պատեհ չենք համարում, ուզում ենք փոխել, բայց եկեք ազնիվ լինենք, եկեք մենք անդրադառնանք մեր սահմանադրությանը, այդ դեպքում ու նորից պայմանավորվենք ու ենթադրենք, ես հարց ունեմ, այդ մարդիկ ուզում են, որ բռնության դրույթը կիրառելու բռնության դրույթը դուրս գա եւ մենք արտոնենք բռնություն կիրառելը, հա, օրինակ ընտանիքն եւ արգելենք, որ պետությունը ընդհանրապես որևէ առիթով մտնի ընտանիք, կապ չունի որ, այսինքն եթե ես օրենք եմ խախտել եւ ընտանիք պիտի մտնեն, ես խախտել եմ պայմանավորվածություն, խմբային պայմանավորվածություն, որով մենք Հայաստանի Հանրապետությունում որոշել ենք իրար հետ ապրել։ Այդ թվում ես կարծում եմ մարդիկ խառնում են ու չեն հասկանում, որ նույնիսկ պետությունը ինքն էլ իրավունք չունի բռնություն գործադրելու, որովհետև տեղ դուք դա չեք տեսնի։ Երբ որ այդ համաչափությունը դրա համար է առաջանում, այսինքն այս խոսույթները հնամաշ, երևի թե մենք ամեն անգամ ընտրության գնալով ու հորդորս ու խնդրանքս կապ չունի ում եք ընտրելու, գնացեք ընտրեք։ Ես ամաչում եմ Երևանում մեր ինչ ասեմ
ասեմ, ապատյան էր, ես չգիտեմ ինչներ, բայց մենք չգնացինք ընտրության, մենք պիտի գնայինք ընտրության, մենք պիտի ինչ կամ գնայինք բոլորին մերժեինք, կամ պիտի ընտրեինք։ Գնացեք, ընտրեք, գտեք թեկնածու, բարեբախտաբար, անկեղծ, իսկապես ունեք այլ ընտրանք, որը կոնկրետ առաջարկներ ունի, թե ինչպիսի Գյումրի կարող եք միասին կառուցել։ Ձեր ասած թեկնածուն Լևոն Բարսեղյանը, Եվրադաշինքի թեկնածուն, հետաքրքիր մի բան ասեց վերջում, երբ ուղերձով դիմում էր գյումրեցիներին, խնդրում էր գյումրեցիներին ընտրել իրենց նմանին։ Սա բավական հետաքրքիր մոտեցում է, չէ՞, որ մեր ընտրությունը հենց նաև դրա մասին է խոսում։ Մենք ընտրելով ինչ-որ մեկին, մենք կիսում ենք նրա վարքը, պատկերացումները, կառավարման խոստումները կամ հնարավորությունները, կարողությունները, նրա մտքերը, նրա բառապաշարը, ամեն ինչ կիսում ենք, չէ՞, այդ դեպքում նա մեր ֆավորիտ թեկնածուն է։ Իհարկե։ Հիմա բոլոր թեկնածուներին, որ անդրադառնամ, ցավոք մեր ժամանակը չի հերիքելու, բայց տեսեք, Գյումրիում դուք մեր զրույցի սկզբում հատկանշական եւ խորհրդանշական համարեցիք այն, որ Եվրաքվե քաղաքացիական նախաձեռնությունը մեկնարկեց Գյումրիից։ Այնուհետև օրենքի նախագիծը գնաց ազգային ժողով, երկրորդ ընթերցում ամբողջությամբ ընդունվեց եւ Գյումրիում արդեն այդ քաղաքացիական նախաձեռնությունը քաղաքական հայտ ներկայացրեց, արդեն ժողովրդավարական ուժերի դաշինքով քաղաքական, Եվրադաշինքով մասնակցում է այս ընտրություններին, հա։ Ինչով է դուք նշեցիք, որ սա պատմական է, նա խորհրդանի քվեարկությունը, ընդունումը, սրա մասին կցանկանամ մի քանի բառ, այսինքն այդ պատմականությունը ինչպես է դրսևորվում եւ հետո արդեն դրա քաղաքական հայտի, հա, որպես ածանցյալ ձևավորումը։ Այդ քաղաքական հայտի նշանակությունը սահմանափակվում է միայն Գյումրիով, թե սա ավելի խորքային բանի մասին է։ Խորքային է։ Ես այնքան շերտեր ունի պատմականը եւ ես իհարկե բոլոր շերտերը չգիտեմ եւ պատմաբան չեմ, բայց որպես հայ մարդ, ով հետաքրքրված է իր ինքնությամբ, իհարկե միշտ պրպտել եմ եւ փորձել եմ ծանոթանալ իմ անցյալի հետ։ Ինչու եմ համարում պատմական շատ առումներով, կա պատմական շատ խորքերը գնացող եւ երևի սկսեմ ամենաառաջինը նրանից, որ ուղակի բերանացի ասել ժողովրդավարություն, երբեք չես կարողանում հասկանալ ինչի մասին է խոսքը։ Եվ մենք ժամանակակից աշխարհում իհարկե անցում ենք կատարել դեպի ներկայացական ժողովրդավարություն, որը մեզ որպես մենք դրան միացել ենք ուշացած, որտեղ նաև մեր պետականության կերտումը խզվածք է ունեցել 15-րդ դարից սկսած, մենք ըստ էության առանց պետության որպես հանրություն, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու առաջնորդությամբ լավ ու վատով պահել ենք մեր ինքնությունը, բայց ներկայացական վերադառնալով ներկայացական ժողովրդավարությանը, օրինակ անկախության հանրաքվեն հենց այդ հայտն էր։ Իսկ հանրաքվեի երևույթը ինքը նաև վերականգնում է եւ շատ ավելի խորը դեպի անտիկ աշխարհ տանող այդ փոխկապակցվածությունն է վերականգնում, երբ ուղիղ որպես մարդ առանց ներկայացի մասնակցում ես այդ այսպես ասած շատ անշոշափելի հարաբերությունների ստեղծման, այսինքն ոչ թե փակ կաբինետներում կորոշվի, թե մենք միանալու ենք, թե չէ, մենք դեռ չգիտենք, հիմա միայն գործընթացի մեկնարկի մասին ժողովրդին հարց է, այսինքն ժողովուրդը իր նախաձեռնությամբ 60,000 ստորագրություններով ասել է, որ ինքը ուզում է, որ այս գործընթացը մեկնարկի եւ հանրաքվեի դրվի, որ վերջապես մենք հասկանանք, ժողովուրդը որոշում է եւ արտոնում է իր օրվա իշխանությանը, որն է լինի։ Այդ ուղղությամբ սկսել քայլել եւ այլևս դա դարձնել պարտադիր, ոչ թե ամեն մի իշխանության քիմքին հարիր, տեսեք Վրաստանում ինչպես եղավ, որ սկսեցին հետ նահանջել, այսինքն ամրագրված, որպիսի արդեն պետության ներկայացուցիչները շարունակեն։ Հիմա պատմական մյուս շերտերին, այնքան շատ են շերտերը, ես չգիտեմ, մարդիկ Երուսաղեմ գնացածները վստահաբար տեսել են, թե մենք ինչ ժառանգություն ունենք,
թե մենք ինչքան վաղուց կարող ենք խոսել հայ-ֆրանսիական հարաբերությունների, այդպես չեմ դնի պատմության խորքում իհարկե, ես հիմա 21-րդ դարից եմ այս եզրույթները օգտագործում, բայց հայերի ու ֆրանսիացիների կապերի, ինչպես են կարողացել հայերը այն մշակութային կոդերը, որոնք նաև ծնունդ տվեցին մարդու հիմնարար ազատությունների եւ ուրեմն մարդու իրավունքների հռչակագրին, ինչպես են այդ կոդերը մշակութային պահել, դրանք պահպանել, մեկնաբանել եւ հասցրել 21-րդ դար եւ դա արել են ես պիտի ասեմ սխրագործություններով այդպիսի սխրագործություններ եթե նայեք նաեւ 17-րդ դարում կարող ենք ասել օրինակ Ռոդոսի անկումը, Մալտայի դիմադրությունը, սրանք են պատվարներն էին, որոնք թույլ չտվեցին, որպեսզի եվրոպական ինքնության քաղաքակրթությունը նահանջ ապրի, այսինքն հայերս պիտի հասկանանք, որ մենք նաեւ քաղաքակրթական պատվար ենք եւ այդ բաները օրինակ ինձ շատ վիրավորում են, երբ ասում են գնանք Եվրոպա, մենք չենք գնում եւ այսինքն դա գնալու մասին չէ հակառակը վերաիմաստավորելու ընդհանրապես եվրոպական ինքնությունը եւ այն չարտածված եւ չմեկնաբանված հատվածները այդ թվում վրացիները ու ուկրաինացիները այս ինքնության մասերը եվրոպական համընդհանուր ինքնության շատ կարեւոր են որպեսզի ամբողջանա որտեւ այդ կիսատությունը նաեւ եթե մենք պատմության խորքերը շատ գնանք ու հիմա առարկայական խոսենք ես չեմ ուզում օրինակ գնալ միջնադարի համալսարանական համալիրների մասին խոսել որոնք այստեղ էլի խզվեցին, որովհետև պետությունը դադարեց լինել։ Ես ուզում եմ օրինակ մի առարկայական օրինակ բերեմ, որ շատ ավելի շուտ սկսել էր Հայաստանում այդ եվրոպական համարկման գործընթացը։ Վստահ եմ գիտեք Լիսաբոնի կոնվենցիայի մասին, Բոլոնիայի գործընթացի մասին, եթե դուք այդ բոլոր միկրոպատմությունների մեջ մտնեք ու տեսնեք, թե ոնց Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց այդ միջազգայնագիրը եւ ոնց սկսեց շատ տքնաջան ու առարկայական աշխատել 2005-ից դեռ ավելի շուտ, բայց 2005-ի վավերացումից 20 տարի է անցել։ Եթե դուք նայեք, արդեն մեկից ավել սերունդ կա, որը համարկված է իր ինքնությանը մեծ իմաստով, այսինքն այդ ազատ տեղաշարժի գիտելիքի փոխանակման։ Այս մեծ գործընթաց, եթե նայեք այդ Լիսաբոնյան կոնվենցիան, ինչ պատմական զարգացում ունի, ինչպես Եվրոպական միության ակունքներում ինքը նաև ընկած է այդ իմաստով, թե ինչպես եվրոպացիները ոչ միայն առևտրի կամ ասենք նույն պողպատի կամ ածխի շուրջ համաձայնության գալով մեկնարկեցին այս ինտեգրացիայի երկար process-ը, որին մենք հիմա ականատեսնենք, այդ նույնը արվեց կրթության ոլորտում, ինքը շատ համեստ երկկողմանի քայլերով սկսեց, հետո հասունացավ միտեղ, որտեղ հասկացան, որ պիտի ամբողջական մի հատ բաց տարածություն ստեղծեն ու իրար հետ հաղորդակցվեն։ Մենք հայերով այդ ամեն ինչի 8 տարի ուշացումով իհարկե, բայց մենք դրա մասն ենք հենց հիմա էլ։ Այսինքն մեզ թվում են մի քիչ երևի դեպի լուսին ինչ որ բանի վոյաժի նման բաներ սրանք, բայց սրանք շատ իրական, առարկայական, շատ տեղում մնալով տքնաջան աշխատելով արդիականացման եւ սեփական ինքնությանը շարունակաբար վերադառնալու։ Տենց չի որ պատմությունդ գրել են ու քեզ տվել են։ Քո պատմությունը դու քո կյանքով ու աշխատանքով պատմաբանում ես։ Դու ամեն անգամ յուրաքանչյուրս մեզ պատմում ենք մեր հավաքական պատմությունը։ Դրա համար էլ այդքան թեժ խոսակցությունները պատմության շուրջ, մասնագետ, չմասնագետ։ Հիմա ինքնություն են փնտրում դրա համար։ Այդ այսինքն չվերջացող որպես ճանապարհ։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, զրուցակիցս հասարակական գործիչ Նվարդ Մալասյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։